Մենք շարունակում ենք տեսանյութերի շարքը թվային բիզնեսի և թվային ռիսկերի կառավարման վերաբերյալ, նվիրված Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետին, որն արդեն 90 տարեկան է։ Այսօրվա արձանագրումը խիստ մտահոգիչ է, այն է Հայաստանում լայն հանրության շրջանակները պատկերավոր և բովանդակային առումով գտնվում են ժամանակի կանգ առած կամ լեթարգիական քնի վիճակում, որը շարունակվում է արդեն 15 տարի։ Սույն խնդրու առարկան կներկայացվի 3 մասով։ Պարզաբանենք, խնդիրն անում է, որ հանրային կյանքում նշանակալի և շարքային դերակատարում ունեցող գրեթե բոլոր ինստիտուտները, պետական պատկան մարմինները և որ վշտացնող է բիզնեսի իրական հատվածի գրեթե բոլոր սեկտորները և լայն հասարակությունն ու ուսանողությունը մինչ օրս չի նկատում տնտեսական հարաբերություններով և անմիջապես բիզնես կյանքում թվային տոկենիզացիայի և կամ կրիպտոակտիվների հարթությամբ բացված նոր առանցքը, որը բեկումնային վերափոխում է բիզնես հարաբերություններն ու այն մատրիցը, որը ստեղծում է ավելացված արժեք։ Խնդիրը չի վերաբերվում առանձին անհատների, որոնք բիզնես օտարությամբ փող են աշխատում կրիպտո արժույթներով և այդ թվում բիտկոյնի մայնինգով։ Միանգամից ասենք, որ խնդրու առարկայի նշված 15 տարվա ելակետ է հանդիսանում 2009 թվականը, երբ լույս աշխարհ եկավ կրիպտո փողը, բիտկոյնը, որն էլ իր տեխնոլոգիական հնարավորություններով նոր հորիզոն բացեց թվային ակտիվներով բիզնեսի կառուցման համար։ Խնդիրն անում է, որ բիզնեսի տոկենիզացիան բոլորովին նոր մակարդակի է բարձրացնում կառավարման արդյունավետությունը, արտադրողականությունը, ինովացիաների նկատմամբ ընկալունակությունն ու դրա կիրարկման հնարավորությունները, բիզնեսի համար ամենակարևոր ներդրումային ֆինանսական միջոցների այլընտրանքային ներգրավման հնարավորությունը։ Արդյունքում ստացվում է երկնքից սպասված մանանա, երեքը մեկտեղ, թվում է, թե ինչ է պետք երջանկության համար։ Բայց իրականում հանրության վերը նշված բոլոր օղակներն ու շերտերը այն ուղղակի չեն տեսնում։ Հարց. ինչու՞ն է նման ճակերտավոր կուրացման իրականում չընկալման, անգործության և կամ աններելի անտարբերության պատճառը։ Ալեգորիկ ձևով կարելի է ասել, դե հին հազարամյակների պատմության ազգի համար 15 տարվա ժամանակահատվածը ակնթարթ է։ Դրան հակադարձենք ոչ ալեգորիկ, ներկայում իրական ժամանակի ռեժիմով պետք է արձագանքել դինամիկ թվային մետա դարաշրջանի առանցքային երևույթներին, երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել, արձագանքել ու գործել ժամանակի իրական ռեժիմով կամ առցանց։ Մեր կողմից մատնանշված 15 տարվա ժամանակահատվածը դրա անգործության հետևանքով ժամանակի կորուստը շռայլություն կամ փոքրիկ վրիպում չէ, իրականում կանգնեցված ժամանակում ճակերտավոր կույր մնալը գոյատևման էկզիստենցիալ խնդիր է բոլորի համար և բոլոր մակարդակներում։ Ոմանք կասեն, ինչ է տալիս բարձրացված հիմնախնդիրը ընդհանրապես և արդյոք չափազանցացում չէր էկզիստենցիալ ածականով զարգացումների նման որակումը։ Վերենշված երկնքից սպասված մանանա երեքը մեկտեղ հնարավորություններին պետք է հավելենք։ Թվային տոկենիզացիայի բիզնես մատրիցը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը և կամ հանրային կյանքի համար բարձր վարկանշային արժեքները ենթարկել մոնետարիզացիայի կամ դրամայնացնել։ Խնդրու առարկայի բազմաթիվ խոշորացված առանձին խնդիրների առանցքով մեկնաբանությունները դուք կարող եք գտնել թվային բիզնեսի, կրիպտոակտիվների, թվային տոկենիզացիայի և ռիսկերի կառավարման մասին մեր սոցիալական էջերի տեսանյութերում։ Իսկ սույն թեմայի շարունակությունը դուք կարող եք դիտել հաջորդ